Ես ժամանակին ասած եմ, թե հայոց եկեղեցին այն վիճակին մեջ չէ, որ ինքզինք չհագատրե պետականության։ Այսպիսի եկեղեցականներ ունենալով ինքնաբերաբար եկեղեցին պետության թշնամի կդառնա։ Եվ ահա պաստերը մեր առջևն են։ Ասած էի, թե հիմակված ռուտությամբ այն վիճակին, որ հասած է հայոց եկեղեցին, հայոց պետականության երդվյալ թշնամին է։ Ուզե կամ չուզե, գամա թե գամա, գիտնալով կամ չգիտնալով, այս է դրությունը, որովհետև ինքզինք այդպես կտեսնե, կխորհի թե եթե պետականություն չլա, ինք կրնա գոյատևել, կխորհի թե իր փառքի օրերը այն օրերը եղած են, երբ հայեր պետականություն չեն ունեցած։ Եվ այս եկեղեցին ներտապանցված է, որովհետև 200 տարի ռուսական պետական հսկողության տակ գտնված է եւ իր կարևորագույն թեմքերը չսելով համար մեծամասնությունը ենթակա եղած են ռուսական պետական շահերուն եւ նկրդումներուն հավաքագրված են մեկ խոսքով եւ այդ բանը ժառանգապար կշարունակվի դակավին սերունդ չփոխվեցավ եւ եղած եկեղեցական սերունդը ծևեր կդած է իրեն նմանները աճեցնելու ուրեմն պաստորեն եկեղեցին չի հասկնար, որ պետականությունը իրեն համար կարևոր երաշխիք մնե, կարևոր նեցուկ մնե։ Չի գնար հասկնալ, թե մյուս քուր եկեղեցիները, որոնք պետություն չունին, ինչպես ասորիները, ինչպես Հնդկաստանի ուղղափառ եկեղեցվո հետևորդները, ինչպես Եգիպտոսի Եգիպտի ուղղափառ եկեղեցվո հետևորդները, որոնք չունին պետականություն, իրենց հատուկ պետականություն, չի հասկնար մեր եկեղեցին, թե անոնք փառքի օրեր չեն ապրիր, անոնք միշտ վախի մեջ են, անոնք միշտ հապեկության ենթակա են, այնպես ինչպես տեսանք քանի օր առաջ Դամասկոսի մեջ, ինչպես պայթեցուցին քրիստոնեական եկեղեցիմը։ Մեր եկեղեցին պետականության փառիկը չի տեսներ եւ կգարձե թե պետությունն է որ եկեղեցվո փառիկեն կամ կզրկվի կամ այդ փառիկը կդրվի եկեղեցականներու կամեցողությամբ անշուշտ կամ մեր ժողովուրդեն մեր ժողովուրդը պետք է հասկանա թե ինչ է պետականություն եւ որ ժողովուրդը հասկանա եկեղեցին կհետևի, եկեղեցին ասպարակային եկեղեցականները կհետևին ուզեն կամ չուզեն, բայց երբ որ մեր ժողովրդի մեջ կարևոր հատված մգա, որ դակավին չի գնար ըմբռնել ինչս է պետականություն, իհարկե եկեղեցականները այդ ավազանի մեջ գլողան, իրենց ավազանի անուններով գլողան, ուրեմն մեր ժողովուրդը հուսամ գահասնի այն գիտակցության, որ դուրս կշբրդե այն եկեղեցականներուն, որոնք կհանդգնին նվաստացնել ժողովրդին, կհանդգնին եկեղեցվո փարաբաշարի մեջ օգտագործված հոդ փարը փարացիորեն ընդունելու, կարծելով, որ հոդ կնշանակի անասուն ոչ եկեղեցական հոդը թեև ոչխար բարին հետ կապված է երբեք այդ չի նշանակեր ժողովրդի գիտակցության մեջ այդ նշանակե միայն որոշ մոլորված եկեղեցականներու գիտակցության մեջ անոնք են այդ մոլորված քարները որոնց մասին Հիսուս հիշադակած է
եթե իրենք լավ կարդան իրենց դրամատուրգիան տակ եղած Սուրբ Գիրքը